Որպես կանոն հաղթական մրցելույթներով Հայաստանին հռչակ են բերում նաև մարզիկները։ Նրանց հաջողությունները դառնում են ազգային համախմբման առիթ։ Աշխարհի տարբեր արենաներում հնչում է հայոց հիմնը, բոլորից վեր ծածանվում մեր եռագույնը։ Տարեվերջին անցկացվող ազգային ընտրանի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ գնահատվում են նաև մեր մարզիկների ձեռքբերումները։ Համար առաջին մրցանակին են արժանացել 1992 թվականի Բարսելոնայի օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արտուր Աբրահամը, Ռիոյի օլիմպիական չեմպիոն Արտուր Ալեքսանյանը, ՀԱՕԿ փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Դերենիկ Գաբրիելյանը եւ անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը։ Անվանի իմբիշը հուզմունքով է հիշում դժվարին տարիների պատվաբեր հաղթանակները։ Շատ դժվար տարիներ էր, բայց լավ մեր մեջ լավ միտք էինք դրել, որ դառնանք աշխարհի, Եվրոպայի եւ օլիմպիական խաղերի չեմպիոն։ Իմ ընկերներս, իմ հակառակորդները շատ ուժ տվեցին, որ ես շարունակեմ, դառնամ կրկնակի օլիմպիական չեմպիոն, եռակի աշխարհի չեմպիոն։ Դա մեր մարզիչներից շնորհակալություն եմ հայտնում, որտեղ նրանք գիշեր ցերեկ մեր հետ են եղել։ Libiamo negli eti calici che la bellezza infiora e la fuggevole ora si nebria voluta Libiana i dolci Երևանում անցկացվեց ազգային ընտրանի 100-ամյակի առաջնորդներ խորագրով միջազգային մրցանակաբաշխությունը։ Մեկ հարկի տակ հավաքվեցին եւ իրենց անուրանալի ավանդի համար պարգևատրվեցին աշխարհահռչակ հայ մարզիկներ, անվանի երաժիշտներ, մշակութային գործիչներ։ Այս տարիների ընթացքում 50-ից ավելի մարդ անձնվիրաբար իր գործը կատարելու համար արժանացել է այս մրցանակին, իսկ այս մարդկանց թիվը տարեստարի աճելու է։ Գնահատել եւ արժևորել արվեստի, մշակույթի, սպորտի երախտավորներին եւ այն մարդկանց, որոնք տասնամյակներ շարունակ բարիք են ստեղծում ու կանգնած են տնտեսության հզորացման եւ հայրենիքի շենացման ակունքներում։ Տարեվերջին անցկացվող ազգային ընտրանի ամենամյա մրցանակաբաշխությունը մեկ հարկի տակ է համախմբել մարդկանց, որոնցից յուրաքանչյուրն իր ոլորտում աշխատասիրությամբ անմնացորդ նվիրումով մեծ ներդրում է ունեցել պետության կայացման գործում։ Ասաման նվիրումով ավելի քան կեսդարյա գործունեության, գյուղատնտեսության զարգացման ոլորտում մեծ ավանդի, բարիք ստեղծելու ու բարերարության համար է Ռոզա Ծառուկյանը պարգևատրվում։ Անցած տարի 100-ամյակի առաջնորդ մրցանակին արժանացել է Յուրի Հովհաննիսյանը։ Մենդելևի աղյուսակում գրանցված 118-րդ տարը Օգանեսոն ականավոր գիտնականի անունն է կրում։ Մրցանակակիրներին ընտրում է միջազգային հանձնաժողովը։ Ուրախ եմ շատ։ Կյանքում շատ բաներ տեսել եմ։ Շատ պարգևներ ունեցել եմ, կոչումներ ունեցել եմ, այսօրվան ուրիշ է, որովհետև տարիքս այնպիսին է, որ ու 2 օր հետո 96 տարեկան եմ։ 1944 թվականից բեմի վրա եմ, 80 տարի։ Քիչ բան չեմ տեսել։ Աշխարհում հայրենիքից դուրս 873 համերգ եմ տվել։ Աշխարհում 70 սիմֆոնիկ նվագախմբերով միջազգային կարգի։ Մի խոսքով, բայց այս պատվին արժանալը ինձ համար շատ անսպասելի էր եւ շատ գեղեցիկ անակնկալ։ Շնորհակալություն։ Ազգային ընտրանի մրցանակաբաշխությունը ոչ միայն գնահատականի, այլև միասնական հաջողության ու պատմություն կերտելու մասին է, իսկ ամուր ու հզոր պետության հիմքում տաղանդավոր ու բարիք ստեղծող նվիրյալն է։ Ti invito a fare
pensami ancora